Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մարգարյան։ Տիկին Մարգարյան երեք պատմական որակեցին հանդիպումը թե Ջեյդի Վենսը, թե Նիկոլ Փաշինյանը, այստեղ է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Ընդհանուր առմամբ հայտարարություններից կուզենամ անդրադառնալ այն հատվածին, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար, սա միակ վաճառքը չէ, բայց սկսենք այստեղից։ Տեսեք, գիտեք, վերջին 1 տարիներին հատկապես շահարկումները նրա մասին էին, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կնքված այդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ոչինչ չի տալիս, դա պարզապես թղթի վրա է, հետո ասացին, որ Թրամփի վարչակազմը հետաքրքրված չէ Հայաստանով եւ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելով, հետո գուժում էին պատերազմի մասին, հետո օգոստոսի 8-ը խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, հիմա արդեն Ջեյդի Վենսը Երևանում, այստեղ էլ մի շարք այսպես շահարկումներ այնուամենայնիվ ընդդիմությունն անում է, բայց դաշտը հասկանում եք, որ գնալով նեղանում է։ Այնուամենայնիվ ինչի մասին է Ջեյդի Վենսի այցելությունը Հայաստան եւ նաեւ համագործակցության նման լայն սպեկտրը, որովհետեւ տպավորությունների սկզբան է, որ խոսք էր գնալու միայն թրիփի մասին։ Տեսեք, նախ ուզում եմ ընդգծել, որ նախկինում մենք բողոքում էինք նրանից, որ հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգը շատ խղճուկ է եւ այդպես սուբստանտիվ հարցերի անդրադառնալու հնարավորություն չկա։ Հիմա կարծում եմ կարող ենք հանգիստ բողոքել նրանից, որ օրակարգը այնքան հագեցած է, որ շատ ուրեմն նյուանսեր պետք է գրի առնել, որպեսզի բաց չթողնել, այդ թվում նաեւ հարցազրույցի ժամանակ։ Այցը պատմական է իրապես, ինչու, որովհետեւ նախ առաջին անգամ էր, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում էր Հայաստան, ժամանակահատվածն էր շատ կարևոր, որովհետեւ այցը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ խաղաղության գործընթացը դրական ցուցանիշներ է գրանցում, այդ թվում նաև այցը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ խաղաղության գործընթացի այսպես ցեմենտավորումը, կարելի ասել, տեղի ունեցել Միացյալ Նահանգների վկայությանը, մասնավորապես նախագահ Տրամփի վկայության շրջանակներում։ Հետևաբար բոլորի ուշադրությունը սերված էր այցին եւ բոլորս անհապեր սպասում ենք, թե լավ ինչ է լինելու այս այցի արդյունքը։ Եվ ես կարող եմ ասել, որ արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, որովհետեւ այո, խոսվեց ռազմական համագործակցության մասին։ Ընդ որում, երբ Հանրապետության վարչապետը իր խոսքում օգտագործեց ռազմական համագործակցություն, ես մի պահ սկսեցի մտածել, կարող է ինձ թվաց, կարող է խոսքը վերաբերում էր ռազմավարական, հա, բայց հետո երկրորդ անգամ օգտագործվեց, հետո արդեն կոնտենտից պարզ դարձավ, որ իրոք խոսքը վերաբերում է ռազմական համագործակցությունը։ Տեսեք, ռազմավարական գործընկերությունը ամենևին պարտադիր չի, որ իր մեջ ներառի ռազմական կոմպոնենտ։ Միացյալ Նահանգների հետ անվտանգային ոլորտում մեր համագործակցությունը ուրեմն երկարամյա պատմություն ունի։ Մենք միասին նաև համատեղ զորավարժություններ ենք անցկացնում արդեն 3 տարի, հա։ Բայց ինչն է տարբերությունը նրա, ինչ այդ դրոնների հետ կապված ինչն է տարբերությունը։ Նախ ծրագիրը, որի շրջանակներում սա իրականացում է արտաքին ռազմական վաճառք ծրագրի շրջանակներում։ Դա ինչ է նշանակում։ Այս ծրագիրը նշանակում է, որ ծրագրի շահառու պետությունը գործարքը կնքում է ոչ թե մասնավոր ընկերության հետ, ով արտադրում է այդ զենքը, ռազմական տեխնիկան եւ այլն, այլ կնքում է կառավարության հետ։ Այսինքն այստեղ պետք է լինի երկու կառավարությունների մեջ պետք է լինի վստահության բարձրագույն մակարդակ, հա։ Երկրորդ, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները վաճառում է ոչ միայն զենք, ռազմական տեխնիկա, զինամթերք, այլ նաև մեծ մասամբ ապահովում է դրա սպասարկումը, նաև մասնագետների վերապատրաստում եւ այլն եւ այլն։ Սա եւ երրորդ հանգամանքը պետք է ընդգծենք, որ սա նշանակում է, որ ուրեմն Միացյալ Նահանգները ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդման գործում, հետևաբար նաև նպաստում է խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Այսինքն տարածաշրջանում կայունությունը այնուամենայնիվ հետաքրքրում է Միացյալ Նահանգներին։ Այն դեպքում, երբ ասում են, որ Միացյալ Նահանգներին իհարկե, ընդ որում շատ պրագմատիկ ձևով է սա իրականացում։ Գիտեք, կարելի է հայտարարություններ անել, ասել, որ մենք սատարում ենք խաղաղության գործընթացը եւ այլն, ինչու ոչ կարելի է նաեւ հրավիրել Վաշինգտոն, այնտեղ նաեւ հետաքրքիր հայտարարություններ անել, բայց երբ գետնի վրա որոշակի ուրեմն զարգացումներ են տեղի ունենում, որոնք մենք
առնվազն մասնագետները շատ լավ հասկանում ենք, որ դրանք միտված են հենց Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, պաշտպանունակության ամրապնդմանը, որովհետև մենք շատ ենք խոսել այս մասին, որ այդ բալանսը, խախտված բալանսը վերականգնելու համար պետք է բարձրացնել Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու գինը։ Իսկ բարձրացնել այդ գինը ասելով մենք ամենևին չեն կարող նկատի ունենալ մեր ուրեմն նույնիսկ զենքի քանակը, հա, այս պայդրությամբ կամ մարդկային ռեսուրսների քանակը։ Մենք պետք է խոսենք այն բարենպաստ միջավայրի մասին, երբ որ Ադրբեջանի պարզապես ձեռնտու չի լինի ռազմական ճանապարհով իր համար որևէ հարց լուծել։ Եվ եկեք չմոռանանք, որ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության շրջանակներում նաև ծավալում է, խորացնում է միտված, որովհետև գիտեք, այս ծրագրի շրջանակներով երբ մեծ դրոններ են մատակարարում, սրանով չի բավարարվում բնականաբար։ Եթե բարձր վստահության մակարդակը կա, որի արդյունքում այս գործարքի իրականություն է դառնում, դա նշանակում է, որ դրանք շարունակական են լինելու։ Վարչապետը այդ մասին նաև խոսեց, ասաց, որ հույս է հայտնում, որ շարունակական կլինի ԱԹՍ-ների ներկրման հետ կապված, ասաց, որ հույս ունենք հետագայում նաև այլ որոնք գիտեք, իրենք ունեն նաև ուրեմն արտաքին ռազմական ֆինանսավորում ծրագիր։ Այդ տարբերությունը շատ հետաքրքիր է, որովհետև այս երկրորդ ծրագրի պարագայում իրենք վարկ են տալիս պետությանը, որպեսզի պետությունը գնի այդ զենքը զինամթերքը, հա։ Իսկ այն ծրագրի շրջանակներով, որ մենք ձեռք ենք բերում, սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է երկարաժամկետ ռազմավարական, այդ թվում նաև ռազմական համագործակցային ձևաչափեր Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի հետ։ Տիկին Մարգարյան, նաև հասկանանք, թե ինչու է պետք դիմակայուն Հայաստան Միացյալ Նահանգներին տարածաշրջանում։ Այս շատ լավ հարց եք տալիս։ Տեսեք, որովհետև Ռուսաստանից եւ խորհրդարանական ընդդիմությունը ասում են, որ այստեղ Ամերիկան իր շահերով է գալիս, տնտեսական։ Շատ լավ է, որ իր շահերով է գալիս, շատ լավ է, որ հիշեցեցիք սա, որովհետև երբ մենք լսում էինք ասուլիսի ժամանակ ինչը շատ այսպես հստակ, գիտեք, աչքի ընկավ, այն որ ամերիկյան կողմը խոսում էր փոխշահավետ համագործակցության մասին։ Այսինքն, երբ որ խոսում էր միջուկային տեխնոլոգիաների մասին, ինքը խոսում էր, որ դա շահավետ է նույնքան Հայաստանի համար, որքան եւ Միացյալ Նահանգների համար։ Ամեն ոլորտում ինչ զարգացումներ, որ ընդգծվում էր, այդտեղ առաջին պլանում փոխշահավետությունն էր։ Տնտեսություն, էներգետիկա, ուրեմն առաջատար տեխնոլոգիական զարգացումներ, այսպես նուրբ բավականին ոլորտներ, հա։ Իսկ դա ինչ է նշանակում։ Սա իր հերթին նշանակում է, որ այո, ռազմավարական գործընկերությունը դա փոխշահավետության մասին է։ Մի բան, որին մենք սովոր չենք, որտեղ մեր համար ռազմավարական գործընկերությունը դա եղել է վասալի եւ տիրոջ հարաբերություններ, հա, մենք այդպես ենք պատկերացել, ոչ, հարգելիներս, ռազմավարական գործընկերությունը հենց այսպեսին է լինում, երբ քայլ առ քայլ բարձրանում է վստահության մակարդակը, ընդլայնվում են ոլորտները, որտեղ սկսվում է համագործակցությունը, զարգանում է համագործակցությունը։ Հիմա ինչու է պետք Միացյալ Նահանգներին դիմակայուն Հայաստան։ Նախ ասենք նրանից, որ Թրամփի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության այս գործընթացի համար գործընթացի ինստիտուցիոնալացման համար, հա, բարենպաստ պայմաններ ստեղծելու համատեքստում չափազանց մեծ է եւ իրապես դա նաեւ նպաստում է վարկանիշի բարձրացմանը, նախագահ Թրամփի եւ առասարակ Միացյալ Նահանգները շատ հպարտ է այս մասին Դիջեյ Վենսը բազմիցս ընդգծեց, որ շատ հպարտ է աշխատել եւ հանրապետության վարչապետի հետ եւ հայ ժողովրդի հետ եւ այլն։ Եվ անգամ որ ինքը առաջի փոխնախագահն է, որ այցելել է Հայաստան։ Այո, այսինքն սա լուրջ ձեռքբերում է նաև Միացյալ Նահանգների համար, շուկաների ընդլայնում է իրենց ներկայացնում, դիրքերի ամրապնդում է իրենց ներկայացնում տարածաշրջանում։ Այսինքն այստեղ փոխշահավետ են բոլոր ուղղություններով այդ տեղի ունեցած զարգացումները եւ հենց սա է թերևս գիտեք իմ համար ամենասուբստանտիվ հանգամանքը, որ ես կուզենայի ընդգծել, որովհետեւ երբեմն որոշ զարգացումներ որ լինում են, մենք այս պահին ենք դիտարկում, որովհետեւ մտածում ենք լավ, դրա շարունակությունը շատ ուրիշ հանգամանքներից է կախված, բայց կոնկրետ այս պարագայում այս այցից հետո հստակերում է, որ ինքը շատ ռազմավարական, այսպես խորք ունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ հեռանկարին նաև միտված
գործընթացներ է իր մեջ ներառում։ Եվ նաև ենթադրում եմ պատահական չէր, որ առաջինը JD Vance-ը այցելել է հենց Հայաստան, Երևան։ Սովորաբար արարողակարգային առումով դա ունենում է որոշակի ուրեմն նշանակություն, եկեք չմոռանանք, որ ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, այսինքն մեր հարաբերությունները մի քանի քայլ ավելի բարձր են, քան Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան հարաբերությունները։ Տիկին Մարգարյան, քանի որ դուք հիշեցիք մեր նախկին դաշնակցին տեր եւ վասալ այդ տրամաբանությունը, տեսեք, մեր տերերը, չակերտավոր ասած, կրկին կարծես թե հավակնություններ ունեն եւ շատ անհաշտ են վերջին շրջանում նկատել եք վերջին 1 ամսվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում, թե Զախարովան, թե Լավրովը նախ զգուշացնում են արևմուտքի այսպես չար մտքերի մասին, թե ինչքան կործանարար կարող է լինել Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ այսպես շարունակ, բայց տեսեք, հետաքրքիր է, որ այն սպառնալից տոնը, որ ի սկզբանե կար Հայաստանի հանդեպ, երբ ինչ որ իմաստով ժողովրդական լեզվով ասած մատ թափտալով էին խոսում եւ այսպես պարտադրանքի լեզվով հրամայելու տոնով էին խոսում, հիմա իրենք սկսել են այլ ռետորաբանություն օգտագործել, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել, Ռուսաստանը ուզում է մասնակցել, բայց նաև տողատակում պարբերաբար հիշեցնում են, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, թրիփը անցնելու է այնտեղով, որտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է։ Ինչի մասին են այս խոսակցությունները։ Ռուսաստանի համար շարունակում է Հայաստանը այդքան կարևոր կամ նոր են հասկանում Հայաստանի կարևորությունը։ Իրենք բացարձակ չեն հասկանում Հայաստանի կարևորությունը իրենց համար։ Այստեղ իրենց պատկերացմամբ հարցը կարևորության մեջ է։ Այստեղ իրենց պատկերացմամբ հարցը նրանում է, որ սա իրենց լեգիտիմ շահերի տիրույթն է, ինչպես իրենք են արտահայտում, լեգիտիմ շահեր, հետևաբար իրենք այստեղ ունեն ուրեմն առաջնահերթ դերակատարություն պետք է ունենան եւ վերջնական այուն կամ ոչը պիտի լինի իրենցը։ Այսինքն տրամաբանությունը չի փոխվել։ Միգուցե որոշ չափով հռետորաբանությունն է փոխվել, թեպետ իմ դիտարկման վերջերս այդ հռետորաբանությունը ավելի սասկացել է, որովհետև եթե օրինակ նախկինում խոսում էր Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին, շատ ընդգծվում էր, որ ուրեմն Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրոպական միության եւ անդամ դառնալ եւ զուգահեռաբար շարունակել լինել ԵԱՏՄ-ի անդամ։ Հիմա այստեղ ճնշումը մի քանի քայլ ավելի ուրեմն բարձրանում է վերև, ինչու, որովհետև խոսում են նրա մասին, որ Եվրոպական միությունը այլևս վերածվում է ռազմաքաղաքական կառույցի, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի դեմ։ Այսինքն այստեղ հստակ ազդակներ են հնչեցվում, որ եթե դուք շարունակեք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, նշանակում է դուք ինքներդ ձեր համար ստեղծում եք մի ռազմաքաղաքական պատնեշ, որը իր հերթին թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի դեմ, հետևաբար դուք նույնպես դիտարկվելու եք Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շարքում։ Այսինքն մոտավորապես այն, ինչու մեղադրում էին նաև Ուկրաինային։ Ինչու մեղադրում էին նաև Ուկրաինայում, այո։ Բայց այստեղ գիտեք տարբերությունները շատ մեծ են, թե մենք Ուկրաինայի հետ համեմատենք, այնտեղ խնդիրը ի սկզբանե մենք շատ ենք այդ զուգահեռները անցկացնում, բայց այնտեղ ի սկզբանե խնդիրներն էր, որ Ուկրաինան առաջին հերթին ինքը ՆԱՏՕ-ի անդամ էր ուզում դառնալ, այսինքն այնտեղ միայն Եվրոպական միության հարցը չէր, ՆԱՏՕ-ի անդամ էր, իսկ ՆԱՏՕ-ն իրոք ռազմաքաղաքական կառույց է, այսինքն այստեղ հարցը իսկ մենք երբևէ որևէ ռազմաքաղաքական կառույցի անդամակցելու նկրտումներ չենք ուրեմն արտահայտել, ավելին եղած ռազմաքաղաքական կառույցում մեր մասնակցությունը ուրեմն սառեցրել ենք։ Այսինքն այստեղ ավելի շատ հող են ռուսները ավելի շատ հող են նախապատրաստում, որպեսզի փաթեթավորել ԵՄ-ին որպես ռազմաքաղաքական կառույց, որ այդպես չի, այսինքն իրենք շատ լավ գիտեն, որ եթե ԵՄ-ն պետք է դառնա ռազմաքաղաքական կառույց, առնվազն նշանակում է այն անդամ պետությունները Եվրոպական միության, որոնք ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, իրենք պետք է ՆԱՏՕ-ից դուրս գան, այսինքն ՆԱՏՕ որպես այդպես ինչ պետք է լինի, եւ ԵՄ-ն պետք է վերածի ռազմաքաղաքական կառույցի, ունենալով ուրեմն կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը, այսինքն ամբողջովին կառույցը պետք է փոխի, բայց դրա մասին ինչ որ այդպես նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, այլ բան է, որ Եվրոպական միության անդամ պետությունները ներդրում են անում իրենց անվտանգության կարողությունների, ռազմական կարողությունների ամրապնդման մեջ, եւ սա յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունք ունի, այդ թվում նաև այն պետությունների, որոնք ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, որովհետեւ
ՆԱՏՕ-ի հիմքը միայն 5-րդ հոդվածը չէ, որը կոլեկտիվ պաշտպանություն է։ ՆԱՏՕ-ի հիմքը նաև 3-րդ հոդվածն է, որ ասում է, որ անդամ պետությունները իրենք պետք է իրենց կարողությունները ամրապնդեն, որպեսզի կարողանան նաև ամրապնդել կառույցի կարողությունները։ Այսինքն այստեղ ուղղակի ռուսները որոշակի փաթեթավորում են ապահովում։ Իսկ նպատակը ո՞րն է։ Հեռահար նպատակը դրա ո՞րն է այս փաթեթավորման, որ հետագայում ինչ որ գործողությունների գնալ, թե այդ գործողությունները որևէ կերպ արդարացնել։ Դե գիտեք, նպատակը այս պայդրությամբ ես չեմ կարծում, որ իրենք այնքան պրիմիտիվ են, պարզունակ են, որ նպատակ են հետապնդում իրականում հասնել նրան, ինչից բողոքում են, հա, այսինքն լուծել այդ իրենց պատկերացմամբ խնդիրները։ Ես կարծում եմ նպատակը զուտ ներսում, ներքին դաշտում այսպես այն ուժերը, որոնք կան, որոնք պատրաստ են ծառայել ռուսական շահերին, այդ ուժերի համար որոշակի խոսելու, գործելու տարածություն տալն է, ուրեմն թեմաներ տալն է, այսինքն կարծում եմ ավելի շատ սրան է ուղղված։ Եվ նաև քիչ չէին մեղադրանքները, որ թեև խոսվում է այն մասին, որ հապկում մեր անդամակցությունը սառեցրել ենք, բայց այնուամենայնիվ Ռուսաստանից գրեթե ամեն օր մեզ հիշեցնում են, որ մենք շարունակում ենք մնալ հապկ լիիրավ անդամ։ Հնարավոր էր պատկերացնել նման համագործակցություն Միացյալ Նահանգների հետ հապկ լիիրավ անդամ լինելով հանդերձ։ Այսպեսի մի բան ասեմ, հա, եթե օրինակ խոսենք 1, 2, 3 կոչվող այդ համաձայնագրի մասին Հայաստան, Միացյալ Նահանգներ։ Հիմա պրակտիկ առումով ուղղակի հասկանանք ինչքանով 3 են, ինչ մենք լսեցինք եւ տեսանք, ոչ թե չի զուգակցվում հապկի հետ, այլ հակասում է հապկին։ Պատկերացնենք, ուրեմն 1, 2, 3 այդ համաձայնագիրը իրենց ինչ է ներկայացնում։ Դա Միացյալ Նահանգների միջուկային ուրեմն ատոմային էներգիայի մասին օրենքի 123 հոդվածն է, որը իրենց ներկայացնում է դարպաս միջուկային տեխնոլոգիաներ եւ այլն արտահանելու։ Այսինքն, եթե դու շահառուն չես, եթե դու չունես Միացյալ Նահանգների հետ դրա վերաբերյալ կնքած ուրեմն համաձայնություն, դու չես կարող ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաներ, բայց այստեղ ինչու ամեն պետություն չի կարող ձեռք բերել այդ միջուկային տեխնոլոգիաները, որովհետև Միացյալ Նահանգների համար գերզգայուն է հետևյալ հանգամանքը, որ այն պետությունը, որը ձեռք է բերում այդ միջուկային տեխնոլոգիաները, նա չպետք է դա տարածի։ Նախ պետք է օգտագործի խաղ նպատակներով եւ դրանք չպետք է տրվեն այն ուրեմն սուբյեկտներին, որոնք պատժամիջոցների տակ են, հա, կամ որոնք թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ եւ այլն։ Հիմա փաստ է, որ 3 ուրեմն Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրեցին փաստաթուղթ, որը ազդարարեցին այս բանակցությունների ավարտը։ Այսինքն այլևս Հայաստանը շահառուն է սրա։ Սա ինչ է նշանակում։ Հայաստանը չի կարող վերադառնալ հա, եւ դա շատ լավ են հասկանում ռուսները, շատ լավ են հասկանում։ Նույնը վերաբերում է ուրեմն չիպերին։ Արհեստական բանականության մասով համագործակցությունը։ Նորից, այստեղ գիտեք, այդ պրոդուկտը համարվում է ամենացանկալի պրոդուկտներից մեկը աշխարհում, բայց նորից սա ամեն մեկին հնարավորություն չի տրվում դրանց հասանելիություն ունենալ, ինչի որտեղ այդ տեխնոլոգիաները կարող են տրվել այն կողմերին, որոնք նորից թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ։ Այսինքն այս ամեն ինչը ինչի մասին է խոսում։ Բարձր վստահություն։ Պարզ առանց սիմպաթիաների վերլուծություն են կանում, շատ պարզ պրիմիտիվ վերլուծություն, որ վստահության մակարդակը այնքան բարձր է, որ այս ամեն ինչը իրականություն է դարձել, հա, եւ դրանից հետո իսկ դա իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող երբևէ վերադառնալ հապկ, որտեղ հապկը որպես ռազմաքաղաքական կառույց իր մեջ ունի ոչ միայն զենք գնելու եւ այլն վաճառելու կոմպոնենտ, այդտեղ նաեւ ունի տեխնոլոգիական ոլորտ, չգիտեմ, կիբեր ոլորտ, տեղեկատվական անվտանգություն եւ այլն։ Այսինքն ոնց կարող է լինել։ Այս սրանք իրար հետ ոչ միայն համատեղելի չեն, սրանք իրար բախվում են եւ մեկը մյուսին մերժում են։ Այդ պարագայում ինչն է կաշկանդում Հայաստանին հիմա հապկից դուրս գալ վերջնականապես եւ ամենօրյա ռեժիմով չլսել այդ շահարկումները Մոսկվայից, որ դուք շարունակում եք մնալ հապկ լիիրավ անդամ, ԵԱՏՄ անդամ, թրիփը չի կարող անցնել այն տարածքով, որտեղ ռուս սահմանապահներն են։
Գիտեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ըստ իս մենք կարող էինք դեռ 1 տարի առաջ, 1 տարի առաջ, տարի ու կես, 2 տարի առաջ մենք կարող էինք հապկից դուրս գալ, բայց հավանաբար իշխանությունները ունեն որոշակի քայլերի հաջորդականություն գծած եւ այդ քայլերի հաջորդականության այդ քայլերը միասին որպես ամբողջություն այնքան տեսանելի են իրենց համար, որ այդ հապկից դուրս գալը առաջնահերթություն չէ սպային, այսինքն փաստացի մենք հապկում չենք, նորից եմ ասում, եթե մենք հապկում լինեինք, երեկվա այցի ժամանակ մենք լրիվ այլ տեքստեր կլսեինք, կամ ընդհանրապես երեկվա այցը ուղղակի տեղի չէր ունենա։ Տիկին Մարգարյան, հետաքրքիր է, որ նաև տպավորությունն է այդպեսին, որ նոյեմբերի 9-ը արդեն կարելի է համարել մեռելածին փաստաթուղթ, որովհետև ըստ էության դրան եկել է փոխարինելու օգոստոսի 8-ի իրողությունը եւ իրականությունը եւ այդ ստորագրված փաստաթղթերը նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Բայց տեսեք, տպավորություն է, որ Մոսկվայում առհասարակ ավելի քիչ են հիշում նոյեմբերի 9-ի մասին, որքան ներքաղաքական շրջանակները։ Երեք օրինակ Էդուարդ Շարմազանովը Վենսի այցին զուգահեռ խոսում էր նոյեմբերի 9-ի մասին ու ասում էր, որ թրիփը եւ նոյեմբերի 9-ը նույն բանի մասին էին, պարզապես այն դեպքում մենք ունեինք Արցախ, այս դեպքում արդեն չունենք։ Ինչի մասին են այս խոսակցությունները եւ արդյոք ժամանակավրեպ չեն, այսինքն հիմա ժամանակավրեպ չէ խոսել նոյեմբերի 9-ի մասին։ Իրականում նոյեմբերի 9-ից որևէ բան չի մնացել։ Նոյեմբերի 9-ի բոլոր դրույթները խախտվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից, հա։ Այս մեկ, բացի այն դրույթից, որ իրենք թմկահարում են անընդհատ, հա, այդ մեկ։ Երկրորդ, գիտեք, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների օրակարգը այնքան է նեղացել, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ, տվյալ դեպքում խոսքը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցի մասին է, որովհետև այդ այցերից առաջ սովորաբար պատրաստվում են թիփիներ, այսինքն որոշակի խոսելու թեմաներ։ Այդ թիփիները գրվում են հաշվի առնելով երկրների միջև եղած օրակարգը։ Դուք պատկերացնում եք ինչքան խղճուկ է մեր միջև օրակարգը, որ ռուսական կողմը օգտագործում է այն թիփիները, որոնք այլևս ակտուալ չեն։ Պետք է դա լցնել, չէ, ինչ-որ բանով, ինչ-որ մի բան պետք է ավելացնել, բայց նախ ավելացնելու բան չկա, բայց ինչ-որ բան պետք է խոսել, շարունակել պետք է, չէ, խոսել, հետևաբար խոսում են այն, ինչ որ եղել է նախկինում, բայց ակտուալ չի։ Էս է հարցը։ Իրականում ասում եք ավելացնելու բան չկա, բայց էլի հիշեցնեմ Գալուզինի այսօրվա հայտարարությունը, որ իրենք պատրաստ են ատոմակայանի բլոկի կառուցման վերաբերյալ այդ աշխատանքները վերցնել իրենց վրա եւ նաեւ հայտարարում է, որ իրենց առաջարկին այլընտրանք չկա։ Ռուսական առաջարկին այլընտրանք չկա, ավելի լավ այլընտրանք հայկական կողմը չի կարող գտնել։ Դե չգիտեմ, ես 1 2 3 մի քիչ երևի իրենք ծանոթ չեն ուղղակի, որ այս այլևս իրականություն է եւ դա միանշանակ օգնելու է մեզ թույլատրել մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Այսինքն այստեղ եւ լուծել նաեւ Մեծամորի ատոմակայանի հարցը, այսինքն այդպիսի հայտարարությունները նորից էլի ժամանակավրեպ են, դրանք միայն ծիծաղ են առաջացնում, դրանք որևէ կոնտենտ չունեն իրենց մեջ։ Տիկին Մարգարյան, տեսեք, հետաքրքիր է Ռուսաստանի մոտեցումը այն պարագայում, որ վարչապետը անձամբ է հայտարարել, որ նույն թրիփը ի սկզբանե առաջարկվել է ռուսական կողմին։ Ռուսական կողմը դրանում որևէ շահագրգռվածություն չի ունեցել, այսինքն ռուսական կողմը իր ձևով էր դա պատկերացնում։ Հիմա թրիփը երբ որ իրականացվում է Միացյալ Նահանգների հետ, ռուսական կողմը ամենօրյա մակարդակում հայտարարում է, որ ուզում է որևէ կերպ դրան մասնակցություն ունենալ։ Ինչպես հասկանալ նաև այս դիլեման, երբ որ առաջարկվում է ռուսական կողմի կոնկրետ որևէ նախագիծ, ռուսական կողմը դա չի իրականացնում, հետո ռուսական կողմը այսպես զայրանում է Հայաստանի վրա, որ դա այնուամենայնիվ իրականություն է դառնում։ Նույնը երկաթգծի հետ կապված թրիփի, երբ հայկական կողմը առաջարկում է այն բացակայող հատվածները վերականգնել, բայց այստեղ կարծես թե Ռուսաստանը շտապողականություն չի դրսևորում։ Նախ սկսենք նրանից, որ ռուսները սովոր չեն, երբ մենք իրենց որևէ բան ենք առաջարկում։ Իրենք սովոր են, երբ որ իրենք մեզ ասում են, որ պիտի արվի այսպես կամ պիտի չարվի այսպես։ Իրենք սովոր են, որ մենք իրենց ուղղակի նվիրում ենք ամեն ինչ։ Առաջարկել ինչ է նշանակում։ Առաջարկել նշանակում է փոխշահավետ համագործակցություն։ Առաջարկել նշանակում է, որ ասացեք խնդրեմ, ինչպիսի ներդրում դուք կարող եք անել, օրինակ, որպեսզի
այդ դեպքում արդեն trip չէր կոչվի, այլ բան կկոչվեր, հա, որպեսզի այդ պրոյեկտը իրականություն դառնա։ Սա առաջարկել է։ Ասացեք, խնդրեմ, որն է ձեր ուրեմն input-ի, ձեր ներդրման արժեքը, կշիռը, ինչքանով է դա մեր համար գրավիչ լինելու, առաջարկեք, որտեղ խոսքը վերաբերում է մեր սուվերեն տարածքին, այդ պրոյեկտի որոշ պրոյեկտը իրականացվել է մեր սուվերեն տարածքի վրա։ Արդյոք սա տեղավորվում է այն տրամաբանության ներքո շրջանակներում, որի շրջանակներում ռուսները սովոր են եղել միշտ մեր հետ գործ բռնել, բացարձակ։ Հետևաբար պետք չէ նորից զարմանալ, որ իրենք պետք է հետաքրքրված չլինեն։ Այլ բան է, որ իրենք չեն մտածել, հավանաբար, որ մենք կարող ենք այսպես շատ արագ, ինտենսիվ Միացյալ Ամերիկյան կողմի հետ աշխատել եւ Թրամփի վկայությամբ կարող է նախաստորագրվել խաղաղության ուրեմն համաձայնագիրը եւ կարող են նաեւ հուշագրեր Հայաստան Միացյալ Նահանգներ ստորագրել, որի արդյունքում նաեւ երեկվա այցի հետ կոնտենտը կարող է այսքան զարգացած լինել։ Իրենք դրան պատրաստ չեն եղել, իրենք դա լուրջ չեն վերաբերել։ Այն ինչ մեր մոտ կատարում են, ինչ մենք անում ենք, իրենք դրան լուրջ չեն վերաբերել։ Ես կարծում եմ, որ 20 թվականներից այսօր առաջին անգամ դա երեք էր, երբ իրենք այլևս լուրջ են վերաբերում նրան, ինչ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ներսում եւ շուրջ։ Այսինքն երեկվա Վենսի այցը կարելի է ասել վարչակետ է դրել այն կասկածներին, որ Հայաստանը այնուամենայնիվ չի կարողանալու դուրս գալ այս իրավիճակից։ Միանշանակ, որովհետև նորից էս զարգացումները եւ Firebird նախագծի արհեստական բանականության գործարանը եւ Nvidia-ի չիպերի արտահանման թույլտվությունը եւ 1-2-3 էս կոչվող համաձայնագրի շուրջ զարգացումները, էս ամեն եւ ռազմական համագործակցությունը, էս ամենը դրան գործընթաց, երկարատև գործընթաց, ձնագնդի էֆեկտ ենթադրող ուրեմն զարգացումներ են։ Տիկին Մարգարյան, մեծ են ակնկալիքները հատկապես Վենսի այցի տրամաբանության մեջ հայ-թուրքական հարաբերությունների դրական դինամիկայի հետ կապված եւ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, գիտեք, խաղաղության վերջնական պայմանագրի վերջնական ստորագրման հետ կապված, որովհետեւ որքան էլ որ երկու կողմերն էլ Ադրբեջանում էլ ռետորաբանություն է փոխվել, բայց այնուամենայնիվ ադրբեջանական կողմը չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը վերջնական։ Այստեղ հետաքրքիր է թե արդյոք Վենսի այցը այդ իմաստով որևէ բան կփոխի եւ այն հարցին կպատասխանի, թե ինչու է հապաղում Ադրբեջանը, ում է սպասում ինչու, եւ նաեւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ դինամիկա սպասել, որովհետեւ նույն այդ օրերին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ արդեն անցակետն են արագ կարգով կարգի բերում, որպեսզի կարողանան գործարկել։ Ինչ սպասել այդ իմաստով։ Գիտեք, Հանրապետության վարչապետի խոսքից այդ թվում նաև երևաց, որ այս առումով մենք կարող ենք ակնկալել դրական զարգացումներ մոտ ապագայում, ինչ վերաբերում է Ադրբեջանի, որ չի շտապում ստորագրել պայմանագիրը եւ այլն, ես զգուշավորությամբ իհարկե, բայց կարող եմ տրամաբանել, որ առաջիկայում երբ Հանրապետության վարչապետը եւ Ալիևը կլինեն Վաշինգտոնում եւ կմասնակցեն խաղաղության ֆորում, հա, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, այդ նիստին չեմ խաղաղության խորհրդի նիստը, խորհրդի նիստին չեմ բացառում, որ դա կարող է նաեւ հավելյալ հնարավորություն ստեղծել հենց պայմանագիրը ստորագրելու տեսակետից։ Այո, իհարկե, ինչպես ասում են, սպասենք, տեսնենք զարգացումները ինչպես տեղի կունենան, բայց չեմ բացառում, որ նման բան կարող է տեղի ունենալ, եւ իհարկե ամենա այսպես նուրբ հարցը դա գերիների հարցն է, եւ ես կարծում եմ, որ Վենսի այցը նաեւ նպաստելու է դրան, որովհետեւ գիտեք, անընդհատ Վենսը ընդգծում էր, որ այս ամենը իրականություն դարձավ, որովհետեւ Հայաստանը անցյալի վրա չէր հենվում եւ նայում էր առաջ, որովհետեւ խաղաղությունը կարելի է կառուցել առաջ նայելով, ապագա նայելով։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ ֆիքսել են Ադրբեջանում եւ շատ լավ հասկանում են, որ եթե իրենք էլ ջանքեր չկործադրեն առաջ նայելու եւ ապացուցել այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների, որ իրենք առաջ են նայում, իրենք կարող են ունենալ բական լուրջ խնդիրներ, իսկ իրենք խնդիրներ հիմա չեն ուզում ունենալ, մանավանդ որ միջավայրը բարենպաստ է
ռազմական գործընկեր դառնալու համար, օրինակ Միացյալ Նահանգների հետ եւ ինչու ոչ, այսպես դրական իմիջի ներքո ներկայանալ։ Այսինքն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրում հավանական է համարում միջև խորհրդանական եւ նաեւ հայ-ամերիկյան համագործակցության շարունակականության մասով փորձեմ ամփոփել վերջին հարցս։ Տեսեք, բազմիցս այդ մասին խոսվել է եւ շեշտադրումը նաեւ այնպեսին էր, որ Միացյալ Նահանգները եւ Վենսը մեծ գոհունակություն են հայտնում համագործակցել Հայաստանի հետ, այնպիսի Հայաստանի հետ, որը ժողովրդավար է։ Հիմա 26 թվականի ընտրությունները այդ իմաստով մեծ կարևորություն ունեն եւ արդյոք կարող ենք ասել, որ այդ շարունակականությունը հարաբերությունների կարող է ինչ-որ իմաստով վտանգի տակ դրվել ռիսկի, որովհետեւ ուժեր կան, որ գիտեք, հակառակն է տրամադրված։ Իհարկե, միանշանակ եկեք բերեմ օրինակ Միացյալ Նահանգներ Վրաստանը, բայց ինչու եմ ասում ռազմավարական գործընկերությունը կենթանի օրգանիզմ է։ Այսինքն եթե Միացյալ Նահանգները որևէ երկրի կնքում է ռազմավարական գործընկերության փաստաթող, դա չի նշանակում, որ վերջ դա այլևս այսպես կարելի վերջակետ դնել եւ մոռանալ դրա մասին։ Ոչ, դա կենթանի օրգանիզմ է։ Այսինքն դու պետք է պարտավորես այն բոլոր սկզբունքները եւ արժեքները, որոնց վրա խարսխված է այդ ռազմավարական գործընկերությունը, դրանք պետք է շարունակեն գոյություն ունենալ։ Իսկ այն, որ ժողովրդավարության, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, սրանք այն արժեքներն են, որոնց վրա խարսխված է, սրանք այն արժեքներն են, որոնք մեզ հնարավորություն են տվել 20 թվականից այսքո մինչև հիմա դիմակայել եւ հաղթահարել շատ խնդիրներ ու գալ հասնել այս պահին։ Հետեւաբար այո 26 թվականի պարլամենտական ընտրությունները չափազանց կարևոր են, որովհետեւ դրանք, գիտեք, այսպես արդեն վերջնական փաթեթավորում են տալու այն բոլոր դրական արդյունքների, որ մենք գրանցել ենք եւ վերջնական փաթեթավորում են տալու, գիտեք ինչի, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը իրենք փոխլրացնող են եւ ոչ ամենևին իրար հակասող մի բան, որ շատ-շատերը այդ թվում նաեւ ռուսական կողմը մեզ միշտ փորձել է ուրեմն համոզել։ Շնորհակալ եմ Տիկին Մարգարիտ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Կհանդիպենք։